Հրապարակորաթերթը գրում է. Իջևանյան իշխանական շրջանակներում խոսում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի մեծ եղբոր Արտակի որդին ազգային ժողովի նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը նշանակվելու է Տավուշի մարզպետ։ Նա նախորդ գումարման պատգամավոր էր, որից հետո Ուկրաինայում զբաղվում էր գործարարությամբ, բայց նախընտրական քարոզչության շրջանում ժամանել էր Հայաստան, հորեղբոր վերընտրվելուն աջակցելու։ Նա անգամ մարզեր էր գնում քարոզչություն անում եւ մի գյուղում տեսանյութերից մեկում հենց նրան էր գյուղացիներից մեկն ասում ներեգություն խնդրելով չի լինի դրանով ձեր առածների հետևանքները չեք մաքրի։ Փաշինյանի դասընկեր նրա ամուսնության քավոր Հայկ Ղալումյանը հիշեցնենք Տավուշի մարզպետ է աշխատում 2021 թվականի ապրիլի 8-ից նա մայիսի 8-ից գտնվում էր նախընտրական արձակուրդում քաղաքացիական պայմանագրի օգտին քարոզչություններ անում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է դատարանում սկսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ Աննա Հակոբյանի եւ անկախ դիտորդ դաշինքի ներկայացուցիչ Դանիել Հովհաննիսյանի միջև իրավական վեճի քննությունը իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող անկախ դիտորդ դաշինքի ներկայացուցիչ Դանիել Հովհաննիսյանը եւ իր ներկայացրած դաշինքը դիմել են վարչական դատարան պահանջելով Իմ քայլը բարեգործական հիմնադրի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին 15 տարբեր դրվագներով ենթարկել վարչական պատասխանատվության։ Անկախ դիտորդը հայտարարել էր, որ հիմնադրամի գործունեության ընթացքում հայտնաբերել է ենթադրյալ օրենսդրական խախտումներ։ Փաստորաթերթը գրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին նիստն ու դրանից հետո հրապարակված որոշումը լուրջ մտահոգությունների եւ հանրային հնչեղության տեղիք են տվել։ 4 ժամ տևած նիստի ավարտին հանձնաժողովը հայտարարեց, որ երեք վիճահարույց տեղամասերում վերաքվեարկություն չի նշանակվելու, քանի որ քվեարկության չեղարկումն իբր էական ազդեցություն չի ունեցել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Այս պնդումը սակայն հակասում է ընտրական գործընթացի հիմնարար տրամաբանությանը եւ արձանագրված փաստերին։ Հարց է առաջանում, ինչ մասշտաբի օրինախախտում կամ ընտրակեղծիք պետք է արձանագրվի եւ ուրիշ ինչ գործընթաց պետք է տեղի ունենա, որպեսզի հանձնաժողովն այն վերջապես համարի ընտրությունների արդյունքների խեղաթյուրում եւ էական ազդեցություն։ Հրապարակորաթերթը գրում է հեռացող խորհրդարանն այսօր կմեկնարկի իր վերջին հերթական նիստերը եւ գործող պատգամավորների շատերը հրաժեշտ կտան կոմֆորտ վիճակին 5 տարի գրեթե ոչինչ չանելու եւ միլիոններ վաստակելու արտոնյալ կյանքին։ Իհարկե կլինեն արտահերթ նիստեր, տանը մնացած նախագծերը չեն ժառանգի հաջորդ խորհրդարանին կաշխատեն ավարտին հասցնել։ Նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկի ժամկետն էլ ի դեպ խիստ անորոշ է, չնայած կարգի նոր խորհրդարանի անդրանիկ նիստը պետք է մեկնարկի օգոստոսի 2-ին, սակայն հաշվի առնելով, որ ընդդիմությունն ընտրությունների արդյունքները որոշել է վիճարկել սահմանադրական դատարանում, ուստի դատական գործընթացներով եւ ժամկետներով պայմանավորված հնարավոր է այդ օրը փոխվի։ Հրապարակորաթերթը գրում է պաշտպանական գերատեսչությունը, որ պարտադիր կարգով վարժական հավաքների հետ անում քաղաքացիներին, հաճախ էլ այդ գործընթացը մահակ դարձնում ընդդիմադիրների գլխին, նույն պարտաճանաչությամբ չի վճարում հավաքների մասնակիցներին։ Մենք բազում ահազանգեր ենք ստանում, որ մայիսի հավաքի մասնակիցներից շատերին մինչ այս պահը գումարներ չեն փոխանցվել, ասվել է, որ փոխանցումն ուշացումով կլինի։ Իսկ մինչ գումարը փոխանցել է զինվորական գրքույկները պահում են զորամասերում, ինչից քաղաքացիներն ավելի են մտահոգված։ Փորձեցինք պաշտպանության նախարարությունից պարզաբանում ստանալ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։